լույս հարգելի բարեկամներ, Վանաձոր հեռուստաընկերության եթերում մեր սիրելի կանայք հաղորդումն է, առաջին թողարկումը այս հաղորդաշարի, որը պարբերաբար կանանց ումայնության միամսյակի շրջանակներում լինելու է Վանաձոր հեռուստաընկերության առավոտյան և երեկոյան եթերաժամերին։ Այսօր 2017 թվականի մարտի 8-ն է, կանանց միջազգային օրը, որի կապակցությամբ մենք ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ, ահա և գարուն է, սկիզբը ամեն ինչի և ամենայն նորի։ Բոլորիս հոգին զարթոնք է ապրում, զգում ես, որ ազատ ես շնչում ու քո մեջ արթնանում են նոր, բոլորովին անծանոթ զգացողություններ և հույզեր, վառ, հիասքանչ, գունեղ ու բարի ցանկություններ։ Ու պատահական չէ, որ հենց գարնան սկիզբն է իր հետ բերում աշխարհի ամենահիասքանչ ու լուսավոր կանանց տոնը, այս տոնը, մարտի 8-ը։ Բոլորիս համար հիանալի առիթ է ստեղծում շնորհավորելու մեր սիրելի ու ոգատար տատիկներին, մեր մայրերին ու քույրերին, բոլոր այն կանանց, ում սիրում են ու փայփայում։ Եվ նրանցից մեկը այսօր մեր տաղավարում է, մեկնարկելով և մեկնարկ տալով մեր սիրելի կանայք հաղորդմանը։ Սիրով եմ ուզում ներկայացնել մեր շատ սիրելի համաքաղաքացի, վաստակաշատ, մանկաբարձ, բանաստեղծուհի, բազմաթիվ երգերի հեղինակ, Հայաստանի Հանրապետության Գրողների միության պատվավոր անդամ, և եթե ես հիմա սկսեմ թվարկել մեր հյուրի բոլոր մրցանակներն ու շնորհակալագրերը, պատվոգրերն ու մեդալները, ապա մեր եթերաժամը պարզապես չի բավականացնի։ Մի խոսքով մեր հյուրն է մեր շատ սիրելի համաքաղաքացի Ռոզա Վարդանյանը։ Տիկին Ռոզա, բարի լույս։ Բարի լույս, Դավիթ ջան։ Շնորհակալ եմ, որ հրավերը ընդունեցիք և պատահական չէ, որ ես այսօր ձեզ ընտրեցի մեր առավոտյան առաջին հյուր, որովհետև դուք ճանապարհ եք անցել, դուք սերունդներ եք մեծացրել, կանմեցրել նրանց ճիշտ և պատշաճ ուղու վրա և ձեր ձեռքի տակ իրոք մեծացել են լավ մայրեր, լավ կանայք, լավ աղջիկներ։ Առաջին տպավորություն մարտի 8-ի երբ արթնացաք որն էր։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, վստահության համար։ Առաջին տպավորությունը, որ արթնանում ես, երբ տեսնում ես արևը, գարունը, կարծես թե երկար թմբիրից հետո, ձմռան թմբիրից հետո արևն սկսել է ավելի պայծառ ժպտալ և առավոտյան, երբ աչքդ բացում ես, տեսնում ես արևը, դա արդեն բնության տված ամենամեծ հրաշալիքն է և կյանքի համար ամենակարևորագույն պահը, երբ արթնանում ես ու տեսնում արևը, այսինքն դու դեռ ապրում ես ու կարող ես դեռ պետք լինել շրջապատին և ինքդ քեզ և օգտակար լինել բոլորի համար և զգալ ինչու՞ չէ բերկրանք, հաճույք, հոգատարություն վերաբերմունք քո անձի նկատմամբ։ Տիկին Ռոզա, սովետական տարիներից ենք գալիս, թե ես և թե դուք։ Մենք նշել ենք բազմաթիվ բազում մարտի 8-եր։ Ինչ հիշողություններ ունեք այդ տարիների հետ և արդյոք համեմատել կարելի է այս օրերի, մեր օրերի, անկախ Հայաստանի մարտի 8-ը սովետական տարիների մարտի 8-ի հետ։ Գիտես, Դավիթ, ընդհանրապես երիտասարդ էի այդ տարիներին, ավելի թեթև ու ավելի ուրախ էի տանում ամեն մի փոքր վերաբերմունք, ուշադրություն և կարծես թե ինձ համար եթերային կյանքեր այդ ժամանակ, որովհետև իմ շրջապատում կային մարդիկ, ովքեր այդ ժամանակ ուշադրության էին արժանացնում։ Ես աշխատում էի երկար տարիներ, հենց այդ տարիներին էլ աշխատել եմ մանուկների հետ և միշտ ուշադրության եմ արժանացել մեր հոգատար ու շնորհալի ծնողների ուշադրությանն եմ արժանացել, իմ շրջապատի, իմ աշխատանքային ընկերների, իմ ընտանիքի անդամների, բոլորի կողմից ես չեմ տարբերում, որովհետև ես ինքս իմ անձի նկատմամբ, ինչպես այն տարիներին, այնպես էլ հիմա վերաբերմունք ու ուշադրությունը զգում եմ։ Այնպես որ ես փառք Աստծո, ես գոհ եմ իմ ապրած կյանքից, որովհետև երբևիցե չի եղել մի տոն, մի գեղեցիկ օր, որ անտարբեր անցնի իմ կողքով։ Ես շատ երջանիկ եմ, ուրախ եմ, որ եւ այն տարիներին եմ զգացել այդ բերկրանքը, այդ քաղցրությունը տոնական եւ այսօր եմ զգում, որովհետեւ տեսեք, այսօր առաջին հաղորդումն է եւ պատահական չէ, որ դուք ինձ եք հրավիրել, քանի որ ես զգում եմ այդ արժևորումը, դրա համար ես ինձ ավելի լավ եմ զգում։ Եվ իհարկե դուք այն բանաստեղծուհիներից եք, ովքեր շատ ստեղծագործություններ ունի նվիրած կնոջը, քրոջը, մորը, սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև մայրը դա մի այնպիսի զգացողություն է, մի այնպիսի երևույթ է, որի հետ ոչինչ համեմատել չես կարող։ Մեզ մայր է նամակ գրել հույսի տնից։ Ես ուզում եմ օգտվելով այս հնարավորությունից, բացառիկ հնարավորությունից եւ ձեզ թույլտվությամբ ուզում եմ ընթերցել հույսի տանը բնակվող մեր համաքաղաքացի Սեդա Գրիգորյանի
խոսքը։ Իհարկե ես շատ ուրախ եմ, որ այս պահին ստացվեց այդ նամակի ընթերցման պահը ստացվեց։ Ես խոնարհվում եմ մեր մեծերի, մեր մայրերի, մեր տատիկների, մեր մամիկների, մեր գեղեցիկ կանանց, մեր հայ նվիրյալ կանանց, մեր ազգանվեր, մեր անձնուրաց կանանց, որովհետև մեր հայ կանայք ոչ մի ազգի կին մեր հայ կնոջ տառապանքն ու չարչարանքը չի կրում եւ կարևորը գիտեք որն է, որ մեր կանայք ավելի հաճույքով են տանում ամենածանր դժվարությունը, հաղթահարում են ամենադժվար կացության մեջ, կանգնած են մեր տղամարդկանց կողքին, եւ զինվոր են, եւ մայր են, եւ սիրված կին են։ Ես միայն մի բան կհորդորեի մեր տղամարդկանց, սիրելի տղամարդ, հայ տղամարդ, նկատիր անմիջապես քո կողքի կնոջը, գնահատիր նրան, բոլոր կանայք են ուշադրության կարիք զգում, բայց այն կինը, ով ամբողջ կյանքով, ամբողջ էությամբ նվիրվում է քեզ, դու պարտավոր ես նրա նկատմամբ սեր ու ջերմություն հաղորդելու եւ միանում եմ այդ մեր մեծ մայրիկի շնորհավորանքին, խոնարհվում եմ բոլոր մայրերի առջև եւ ուզում եմ, որ մեր մայրերը երբեք արցունք չթափեն, ուզում եմ, որ ժպտան, գոնե մի փոքր ժպիտ պարգևենք մենք նրանց։ Շատ շնորհակալություն, հարգելի բարեկամներ, հույսի տնից նամակ ենք ստացել եւ ես ուզում եմ ընթերցել այն։ Հույսի տան հանգստացող մեր համաքաղաքացի Սեդա Գրիգորյանը կանանց միջազգային օրվա մարտի 8-ի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում է կազմակերպության հիմնադիր տնօրեն Վերոնիկա Հունանյանին, փոխտնօրեն Լուսիա Աբովյանին, բուժքույր Լուսինե Սելիմյանին, խոհարարներին եւ ողջ սպասարկող աշխատակազմին, նաեւ հույսի տան բոլոր կին բնակչուհիներին մարտի 8-ի եւ կանանց միամսյակի կապակցությամբ մաղթում է նրանց քաջ առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքի մեջ։ Գարնանային ջերմ բարեմաղթանքներս արևշողություն, արևշատություն, նաեւ արևշողություն, ամենայն բարիք, սեր ու ջերմություն բոլորին, գարունը այնքան ծաղիկ է վառել, գարունը այնպես պայծառ է, կրկին ու բազմակետեր։ Մենք նույնպես ես եւ Տիկին Ռոզան եւ նաեւ Վանաձոր հեռուստաընկերության աշխատակազմը այս բանին ջերմորեն շնորհավորում ենք հույսի տան բոլոր բնակչուհիներին եւ կոլեկտիվին, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են այդտեղ, չէի ցանկանա, որ նրանք այդտեղ լինեին, բայց որ այդտեղից են մեզ նամակ գրում, դա մեզ համար փառք ու պատիվ է եւ կներեք ես հուզվում եմ, մենք ձեզ համբույրներ ենք ուղարկում եւ շնորհավորում ենք բոլորից։ Շնորհակալություն այս նամակի համար։ Տիկին Ռոզա, ես ուզում եմ մի հետաքրքիր ստեղծագործություն ձեր բանաստեղծություններից փոքրիկ ընդմիջում հայտարարենք, եթերով ներկայացնենք մի կատարում, որը ընթերցում է Սարգիս Նաջարյանը, այնուհետև հնարավորությունը կտանք նաև ձեզ ընթերցելու ձեր նոր ստեղծագործությունը, որը պատրաստել եք այսօրվա համար։ Ընթերցում է Սարգիս Նաջարյանը Տիկին Ռոզայի հերթական ստեղծագործություններից մեկը։ Դիտենք կատարումը։ Կանգար, քարավան կանգար, գոնե ետ նայիր, հայոց սուրբ հողը անտեր մի թողնիր, կանգար, կառուցող բժիշկ, շինարար, կանգար, մանկավար, վարպետ խոհարար, ետ նայեք, ինչպես են վանքերը լալիս, ոնց են աղերսում դռներ փակելիս, քարավան, ուր է ստանում քո բալին, քո ձեռքով տալիս, հանձնում օտարին, վախ հազար ափսոս խեղճ մանուկներին, ինչ ենք թողնելու մենք սերունդներին, աղ քաշելով են պատմելու միմյանց հայերի մասին աշխարհում ցրված, մարդ չմնաց Հայաստանում, մեր պապերի անդաստանում, ուր եք տանում, դարձնում դժբախտ, ուր եք թողնում հողն այս դրախտ, կանգար քարավան, ետ նայիր մի պահ, չէ որ մեր ազգը ուժեղ է անմահ, քո արդար ձեռքով մշակիր հողդ, կառուցիր տունդ, պահիր երկիրդ, կանգ առեք, կանգ մի հեռացեք, ոսոխի դեմ դուռ մի բացեք, պահեք տունը նախնիների, սերունդները մեզ չեն ների, տուն վերադարձեք, բավ է թափառեք, բավ է օտարին հլուծարեք, ազգադավերին կուլ մի գնացեք, մեր մանուկներին ետ վերադարձրեք։
Կանգար, այսպես էր կոչվում այն բանաստեղծությունը, որը ընթերցեց հանրապետության ժողովրդական արտիստ Սարգիս Նաջարյանը Տիկին Ռոզայի ստեղծագործությունների ցանկից եւ իհարկե մեր օրօրյա ցավոտ խնդիրներից մեկին անդրադարձանք, երբ մարդիկ թողնում լքում են մեր երկիրը, որը իհարկե մեծ ցավ է առաջին հերթին նրանց կանանց համար, Տիկին Ռոզա, այնպես չէ։ Իհարկե Դավիթ ջան, այս բանաստեղծությունը լսեցի, շատ գրելու ժամանակ էլ շատ մեծ ցավով եմ գրել, ուղղակի ամեն կարդալուց առանց արցունքի չեմ կարողանում այս բանաստեղծությունը կամ ընթերցել կամ լսել, հատկապես երբ Սարգիս Նաջարյանն է ընթերցում, ամբողջ սիրտը թրթռում է դրա ծանրությունից եւ ես կուզեի որ մեր հայրենիքը դառնար այնպիսի երկիր որ մեր հայ կանայք օջախապաշտ են ընտանիքապաշտ են ինչու՞ չէ նաեւ տղամարդիկ բոլորս մենք հայ ազգ ընդհանրապես շատ ազգանվեր ազգապաշտ օջախապաշտ մարդիկ ենք մենք ավելի շատ երջանիկ ու լավ ենք զգում մեր ընտանիքում մեր տանիքի տակ թեկուս եւ փոքր տուն լինի թեկուս եւ մի փոքր անկյուն միայն մեր հողի վրա ոտքը դնենք մեր հողի վրա ապրենք ես շատ եմ ուզում որ մեր երկիրը լինի խաղաղ, երկիրը լինի ապահով, որ կարողանան մեր երեխաները մեծանան մեր հայրենիքում, մեր տանիքի տակ, մեր մայրերը մեծացնում են զինվորներ, մեծացնում են լավ հարսներ, լավ ընտանիքի անդամներ, լավ գիտնականներ, լավ աստղագետներ, աշխարհին ապացուցել է մեր ազգը, որ ամեն բնագավառում կարող են առաջնային գծում լինել, ամենաբարձր տեղերում լինել եւ արդարացնել մեր բոլորի սույսերն ու սպասելիքները բայց դրա համար պիտի երկիրը խաղաղ լինի, մայրը հանգիստ լինի, որ կարողանա այդպիսի զավակներ մեծացնի եւ պատմության մեջ դեռ չի եղել այնպիսի դեպք, երբ թեկուզ դժվարին պահերին, թեկուզ ծանր պահերին, թեկուզ պատերազմական իրավիճակներում մեծացած երեխաները դառնան այդպիսի հզոր մարդիկ։ Ես հպարտ եմ իմ ազգով, ես երջանիկ եմ իմ ազգով, բայց մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ իմ երկրի երեխաները դրսում են մեծանում, ուրիշի կրթությամբ, ուրիշի դաստիարակությամբ են զարգանում։ Վերջերս ես արտերկրում էի եւ շատ ցավ զգացի, երբ սկսնակ երեխան, երբ նոր է առաջին դասարան գնում, սկսում է խոսել ռուսերեն, անգլերեն, բայց ոչ հայերեն։ Այնպես վարժ է խոսում օտար լեզվով, կարծես այդ երկրի այդ ազգի քաղաքացին լինի, բայց հայերեն շատ ջարդված հայերենով, մայրերն էլ են արդեն սկսել խոսել ուրիշ լեզվով։ Ես դրա համար մեծ ցավ եմ ապրում։ Ես ուզում եմ իմ երկիրը լինի այնպիսի երկիր, որտեղ հայը իրեն ամբողջությամբ ապահով ու հանգիստ զգա։ Ես դրա համար կուզեի ամեն ինչ կտայի միայն մեր երկրում լիներ այնպիսի իրավիճակ, որ ոչ մեկը չլքեր մեր երկիրը։ Եվ այդ լքողները ոչ չկարծեն թե լքողները գնում են այնտեղ փառավոր կյանքով ապրելու այդ նույն տառապանքը մի քանի անգամ ավելի բազմաչարչար աշխատանք են տանում որ կարողանան իրենց գոյությունը երեխաների գոյությունը պահպանեն ես ցավով եմ դա ասում բայց չեմ կարողանա անտարբեր անցնել քանի որ իմ արյան միջով է անցնում այդ ամենը ես արդեն երկար տարիներ ապրում եմ եւ տեսել եմ դժվար տարիներ եւ ապրել եմ լավագույն պայմաններում եւ նեղ ու լավ օրեր եմ անցկացրել, բայց երբևիցե չեմ մտածել երկրից գնալու մասին, բայց երբ գնում ես, տեսնում ես, ես մնացի բավականին ժամանակ, այնտեղ կարծես թե թախիծը վերացավ, ժպիտ էր, ամենուրեք մարդիկ կատակում են, ծիծաղում են, ուրախանում են, հենց մտա Հայաստան միանգամից թախիծի մեջ մտա ու 4 կողմդ նայում ես, բոլորը տխուր դեմքերով են, բոլորը հոգսաշատ են։ Ես կուզեմ, որ մեր երկիրը խաղաղ լինի։ Այ հիմա նախընտրական ժամանակաշրջան է, այս նախընտրական ժամանակաշրջանում ես հորդորում եմ մեր տղամարդկանց, մեր այն այրերին, ովքեր ձգտում են դառնալ ազգային ժողովի падգամավոր կառավարության անդամ, ես շատ կխնդրեի, որ մեր այրերը հոգ տանեն մեր մանուկների մասին։ Իմ ամենամեծ ցավը, երբ մանուկը իր երկրում հանգիստ չի ապրում։ Ես օտար երկրում տեսնում եմ մանուկը ինչ վայելքներ է ապրում, վայելում, բայց մեր Հայաստանի երեխաները տեսեք ինչ տառապանք են կրում, ափսոս է մեր ազգը, լավն ենք մենք, բերեք փայփայենք, սիրենք իրար, մի փոքր բարություն իրար նկատմամբ տածենք եւ ինձ թվում է արդեն ամեն ինչ լավ կլինի։ Տիկին Ռոզա, եւ ուզում եմ ձեր այսօրվա ստեղծագործությունը, որը ձեռնունայն չեք եկել ու միշտ ամեն հանդիպման մի նոր բան
ձեզ հետ վերում Ուրեմն ում եք ուզում նվիրել եւ շնորհակալություն, որ առաջինը հնչեցնում եք մեր հետ։ Հիմա ես կարող եմ ասել, այս գարնան վերաբերյալ է գրվել, մոտ մի քանի օր առաջ եմ գրել, ուղղակի քանի որ գարունը հենց ինքը կինը ինքը գարուն, ես այս գարնան մասին գրած բանաստեղծությունը նվիրում եմ կանանց, բոլոր կանանց, սկսած նորածին առաջ այսօրվա ծնված երեխայից մինչև զառամյալ, մինչև տարիքն առած կանանց, բոլոր կանանց։ Այսօր առաջին օրն է վաղ գարնան, ժպտում է պայծառ արևն աննման, ներշնչում խորհուրդ, արարում նոր կյանք, խոստանում է սեր, ջերմություն, բերկրանք։ Բարի լույս, գարուն, բարի առավոտ, երկար սպասեցի, ներողություն, բարի լույս, գարուն, բարի առավոտ, աչքդ բաց արա, ժպտա արևոտ, երկար սպասեցի, արփիկ քո գալուն, ձյուն է դղյակում պաղ ու անավյուն, եկել ես, արի, գարուն ցանկալի, արծվի թևերին դիր հույս բաղձալի, ճառագայթի թեթ ուղարկիր հավատ, փրիր վաղորդյան ցողը տանարատ, բեր երանավետ օրեր մեզ համար, կապիր երկնքում ոսկեհյուս կամար, կապույտ լազուրից ծիածանիր սեր, հայոց աշխարհին խաղաղություն բեր, գիշեր ու ցերեկ կաղոթեմ ծնկած, մի նոր տանճրակ չմարի հանկարծ, թողել մեր հողը արյան հոտ չառնի, թողել հայ մայրը արցունք չթափի, ախր քեզ հետ եմ մի նոր հույսեր կապում, երկրիս անդորը քեզնից եմ հայցում, օգնիր ջահելը սիրով արփենա, զարթոնքից բույրից ազգս շատանա, շնչում է արդեն հողը կարկամած, նոր է արթնանում անկողնուց սառած, գարուն, խնդրում եմ հուսախապ չանես, արևից գլխին էլ ձյուն չմաղես։ Շնորհակալություն գեղեցիկ բանաստեղծության համար եւ հարց տիկին Ռոզակա երազանք, որտեղ չի իրականացել ձեզ համար։ Իմ անձի հետ կապված այդպիսի երազանք կարծում եմ խիստ այդպիսի երազանք չկա, որովհետև ես ինչ որ նպատակ դրել եմ ինքս իմ չարչարանքով, աշխատանքով, ես շատ համառ եմ այդ առումով, նպատակասլաց եմ եւ ինքս եթե մի բան իմ առջեւ նպատակ դրեցի, պիտի անպայման հասնեմ։ Դեռ չի եղել մի բան, որ ինքս որոշեմ ու այդ իմ որոշած արդյունքին չհասնեմ։ Հասել եմ ամեն ինչի, այսօր ունեմ փառք Աստծո ամեն ինչ, միայն էլի եմ ասում, խաղաղություն եմ ուզում երկրիս մանուկների համար, ուզում եմ իմ հարևանը, բարեկամը, ուզում եմ իմ շրջապատի մարդիկ ուրախ լինեն, ժպտան, հացի կարոտ չապրեն, հագուստի կարոտ չմնան, այդ դեպքում ես արդեն կհասնեմ իմ իղձը, իմ նպատակը ազգի հետ է կապված, իմ երկրի հետ է կապված։ Շնորհակալություն, որ մտածում եք ոչ միայն ձեր, այլ ողջ աշխարհի, ողջ բնակչության եւ իհարկե առաջին։ Ինչու չեք ուզեի երկրագունդը խաղաղ լիներ։ Այո, դա շատ կարեւոր է, որովհետեւ երկրագնդի մի փոքրիկ մասնիկը նաեւ մեր այս փոքրիկ երկիրն է, մեծ աշխարհի մեր անկյունը։ Սիրելի բարեկամներ, եւս մեկ ընդմիջում ենք հայտարարում, վայելում ենք կրկին մեկ ստեղծագործություն Սարգիս Նաջարյանի կատարմամբ տիկին Ռոզայի գործերից։ Խնդրեմ։ Խենթացած հոգոս զարմանք է պատում, երբ մեր պատմության անցյալն եմ թերթում, թե ոնց մասնատվեց հողն այնքան հզոր ու ոնց փոքրացավ, ոնց դարձավ մի բուռ։ Երկիրն այրան փոքրացած այսքան, ողջ աշխարհով մեկ եղած ծիրուցան, ծովից ծով է իր դարձար մի պատառ, գայլերի համար, կերակուր համար։ Անուններ ունենք, գանձեր պատմական, մտքեր, հնարքներ անհավանական, հերոսներ ունենք մենք անմահացած, ողջ հողագնդում փառքով ճանաչված։ Կարող ենք շրջել մենք մոլորակներ, կարող ենք անշունչ քարից մարդ կերտել, ասեղի ծայրին քանդակներ գործել, ուժով ու խելքով միշտ գերազանցել։ Ազգի զավակներ, դուք տիտանական գործեր եք թողել թանկ նվիրական, աստղերի աստղ ես դու համբարձումյան, երկնքին հասար, գրավեցիր այն։ Երգի արարիչ, Արամ Խաչատրյան, վրձնի հրաշագործ Մարտիրոս Սարյան, հայոց բանաստեղծ Անմահ Թումանյան, Կոմիտաս Գարզու Վիլյամ Սարոյան, շախմատի արքա Տիգրան Պետրոսյան, Ձյուցազուն ձանրորդ Յուրի Վարդանյան, Արթուր Աբրահամ ու Վիկ Դարչինյան, անուններ անթիվ անգին աննման,
Ձայնով դյութական Շարլ Ազնավուր, սրտեր է գերում, սրտեր բյուրավոր, կաթողիկոսը Վազգեն առաջին, բարերար էր մեծ սատար մեր ազգին, և սրտաճմլիկ մեղեդին հայոց գերում է նաև սրտերը այլոց, ծիրանափողն է ամենուր քեզ հետ, Ջիվան Գասպարյան, վարպետաց վարպետ, փառք ձեզ հայորդիկ, հազար փառք, սերնդե սերունդ անմեր կմնաք, դեռ շատ նորանոր դեմքեր կծնվեն, հայոց ոստանը անմար կպահեն։ Վանաձոր հեռուստաընկերության եթերում մեր սիրելի կանայք հաղորդումն է և այսօր տաղավարում մենք ընդունում ենք մեր շատ սիրելի համաքաղաքացի բանաստեղծուհի վաստակաշատ մանկավարժ Հայաստանի Հանրապետության գրողների պատվավոր անդամ Տիկին Ռոզա Վարդանյանին։ Տիկին Ռոզա, բավականին գրական ժառանգություն ունեք, թողած ես հիմա չեմ ուզում ակունքներից գանք, ուզում եմ ներկայիս գործերից զրուցենք, բոլորովին վերջերս գրքեր են լույս ընծայվել, գեղեցիկ գրքեր, որոնք ընթերցվում են տարբեր տարիքի մեր հասարակության կողմից, որոնք վայելում են սեր, հարգանք և իհարկե դուր են գալիս ընթերցողին։ Ես կուզեի անդրադառնայինք վերջին երկու ժողովածուներին, որոնք բերել եք ձեզ հետ, ինչպես ծնվեց միտքը այս ժողովածուների, ովքեր ձեզ օգնեցին, աջակցեցին, որովհետև մի փոքր գիրք անգամ ստեղծելը դա մեծ ու դժվարին պարտականություն է։ Դավիթ ջան, ես վերջին մանկական գիրքը, որ գրվեց, ուղղակի ես պատրաստվում էի նոր գիրք տպագրել մեծերի համար, բանաստեղծությունների ժողովածու, բայց այնպիսի պահ առաջացավ, որ զգացի մանուկների համար անհրաժեշտ է այնպիսի մի գրականություն, որը պետք լինի նախադպրոցական և տարրական դասարանների երեխաների համար